Իրանք արդեն դարձել են մեքենա, հասկանում ես ինչա։ Սիրտ չկա, խիղճ չկա, հոգի չկա։ Իրանք իրանք արդեն մարդկային այդ զգացմունքներից դուրս են եկել արդեն։ Երբ որ տեսեք այդ Արցախի հանձումը, դա պլանավորված process էր։ Պլանավորված process, որը կոորդինացված էր դրսի հայտնի կոնկրետ շրջանակների հետ, որպեսզի ռուսական զորքերից դուրս հանեին, որպեսզի կարողանային պլազդարմ սարքեին, ինչ որ ես ասեցի քեզ։ Այսինքն իրանք սպասում են XN օրվանա, որ ասենք Իրանի վրա հարձակման արդյունքում sense բաներ, բայց հիմա պարզվեց Ալիևը այդ մարդկանց խաբել է։ Բայց արդյունքում ստացվեց, որ Արցախի կորուստը, բանը ամեն ինչը Ալիևի կողմից շատ պլանավորված խաբեություններ եղել են դրսի շրջանակների համար, իրանք էլ հիմա կուրես մանրաշ նստած հասկացած են թե ինչ պետք է անեն։ Էս է եղել խնդիրը։ Եվ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի այս քայլերը շատ տրամաբանված էր։ Ես մի հատ օրինակ բերեմ, որ դու պատկերացնես։ Ուրեմն իրանց ղեկավարը Արցախում, չէ, Արայիկ Հարությունյանը, չէ, ինքը հրաժարական տվեց Արցախի հայաթափումից ընդամենը 2 շաբաթ առաջ։ Ինչու՞։ Որտեվ իրանք քանի որ գիտեին, որ դա լինելու է տենց։ Ասեցին դուրս արի, հա։ Որ պատմությունը արձանագրել ոչ թե իրանց մարդու վրա, այլ հակառակ ուրիշ մարդու վրա, որպեսզի իրանք գոնե պատմականորեն գրանցեին, որ Արցախի հայաթափում եղել է ոչ թե իրանց։ Չկա տենց բան։ Այդ ճակատին գտած մենը արածա Նիկոլ, չկա այդպես։ Նույնիսկ տեսեք, ուրեմն տեսեք 2023 թվականի սեպտեմբերի 17-ին անցկացվում էր Երևանի ավագան ընտրություններ, իրանք խնդրել էին Ալիևի վարչակազմին, որ հայաթափումը բանը հետաձգվեր մի քանի օր, որպեսզի մինչև սեպտեմբերի 18-ը չլիներ։ Եվ եղավ սեպտեմբերի 19-ից հետո ընդամենը 2 օր անց։ Այսինքն ինչ եմ ուզում ասել։ Դե դուք հիմա պատկերացնում եք Նիկոլ ինչա խնդրել Ալիևին, ասում է մի հատ հանգիստ մի հարցակվի մնա, մի հատ էս բանին տեսնեմ ընտրությունը անցնե, որը մի անգամից ուզում ես Երևանը ռմբակոծի, ուզում ես բանը ինչ ուզում, չէ՞ բայց ես նույն տրամաբանությունն է, չէ՞ ժողովրդի խելքի գա հասկանա, որ եթե մնացա ինչա սպառնում մեզ։ Հասկացել է։ Չեմ կարծում, միջև վերջ հասկացել է։ Մենք մեծ աշխատանք ունենք։ Պարոն Բոզյան, այս 4 ամսվա ընթացքում ես մի բան ասեմ, 3 ամսվա ընթացքում մենք լուրջ աշխատանք անում ենք։ Այն մարդիկ աշխատանք անելու, բայց մենք այդ աշխատանքը անում ենք եւ այդ մենք արձանագրում ենք այդ աշխատանքի արդյունքում, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը դա հասկացել է։ Ասելա որդի սպասի, ասելա հետո արդեն ներկայացնեմ։ Հերթով մի հատ ներկայացեք, մի հատ որդիս կգա, հետո կհարցակվես բանի վրա, Արայիկը կընտրվի, հետո կհարցակվես այս ընտրությունները կվերջանա, կհարցակվես Սյունիքի վրա, կփրթես այս կանես, այս ընտրությունը կվերջանա, կհայաթափես Արցախը, այս ընտրությունն էլ հիմա սա էլ կվերջանա, ուշադիր լսեք, հետո չասեք մեզ ոչ մեկ չի զգուշացրել, որ այն որ ձեր կոտրված ձեռքով գնալու եք այս դավաճան տականքներին ձայն տակ։ Ես այդ մարդկանց եմ ասում։ Ախր մի բան ասեմ, դու այդ մարդկանց այդ մարդիկ շատ բանը շատ մեծ փոքրամասնություն են կազմում։ Ես հենց իրանց եմ ասում։ Դե իրանց բայց ինչի՞ ես դու այդ մեծամասնությունը թողած մենակ դուք եք ասում որ այդ փոքրամասնությունն է մնացել։ Որտեվ ախր դու հիմա Ինչքան մարդ գնաց բանում ձայն տվեց։ Վաղար շաբաթում ինչքան մարդ ձայն տվեց։ Փոքրամասնություններ գնացին ձայն տվեցին, չէ՞։ Մի հատ կներես չեմ ուզում հիմա դրա մասին խոսեմ։ Չեմ ուզում այդ թեմայի մասին խոսել։ Հիմա նոր։ Ինչու՞։ Հա, սրիկա, հոր գնա ամեն օր թքի քո հոր ինչ էր դրա ազգանունը Արգիշտի սրիկա, հա ես բադու հերոսի որդի է իր արևին։ Ամեն օր գնա կանգնի հորը շիրիմի առաջ գերեզմանոցում մի հատ թքի ասա անում եմ, այդ վերջին բանը անում եմ, այդ էլ դրոշակն էլ Արցախի հանձնել եմ, գնացել եմ դավաճանների հետ թիմ կազմած, վաղար շաբաթում էլ հաղթել եմ, թուրքի դռներն էլ բացել եմ։ Այս սրիկաներ, այս սրան չգնացին ձայն, քանի հազար մարդ ձայն տվեց։ Վաղար շաբաթում ինչքան ձայն ասացել։ Անջելա ջան, մի բան ասեմ։ Այս միացինցիներ ո՞նց եք այս մարդուն դուք ձայն տվել։ Վանաձորում ընդդիմությունը հաղթել է, Գյումրիում ընդդիմությունը հաղթել է։ Հա, բայց ձայն տվող ունեցել է, մարդուն ձայն բանում այդ բոլոր տեղերում ընդդիմությունը մենակ մի հատ վաղար շաբաթ տեսնում։ Ասեք ինչքան մարդ է ձայն տվել այս սրան։ Սրան քան ինչքան մարդ է տվել։ Եթե անգամ 10000 մարդ է ձայն տվել։ Չգիտեմ։ Հետաքրքիր է Ռուսաստանը պատրաստ է, չէ, ես այն հարցի ինչի համար տվեցի, որ կարեկցանք չկա, պարոն Բոզյան, այս ինչ որ տեղի ունեցավ Իրանում, օրինակ պարոն Նահապետյանն ասում էր Իրանի ժողովուրդը սա չի մոռանա, որ այն ժամանակ երբ որ ինքը ողբերգության սքի մեջ էր, ինքը թմբուկ էր նվագում եւ անգամ չգնաց բանի, չգիտեմ, հա, այդ շատ կարեւոր է։ Տեսեք, ես այս ձևակերպեմ, էլի, Իրանում շատ լավ տարանջատում են հայ ժողովրդին, այսօրվա Հայաստանի իշխանությունից։ Դա միանշանակ կարող եմ ասեմ, որովհետեւ իրանց մոտ ավելի խիստ նախատրամադրվածություն կա կոնկրետ Ադրբեջանի դեմ, որովհետև իրանք զգուշացնում են Ադրբեջանին, բայց Հայաստանին չեն զգուշացնում նման բաներ։ Այլ խնդիրը որ իրանց մոտ մի քիչ գրգռվածություն եղավ այն ժամանակ, որ ստեղ ցույց էր եղան Իրանի դեսպանատան մոտ, բայց Հայաստանում փառք Աստծո իհարկե
այդ տիպի կառույցներ, որ Ադրբեջանում կա, հետախուզական կառույցներ, որ պետք է սպասարկի Իսրայելի շահերը, նման բան Հայաստանում չկա։ Եվ այդ իմաստով Իրանում ավելի շուտ տրամադրված են Ադրբեջանի դեմ, քան Հայաստանի դեմ։ Հայաստանին այնուամենայնիվ համարում են բարեկամ երկիր։ Անկախ նրանից թե հետաքրքիր է Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է եւ ուրախ կլինի աջակցել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը։ Դմիտրի Պեսկով։ Ես իմ բան ասեմ, հիմա դա Տրամփն է խնդրում, բայց հիշեք իմ կանխատեսումը, որոշակի ժամանակ հետո արաբական ծոցի երկրները վերանայելու են իրանց համաձայնագրերը Միացյալ Նահանգների հետ եւ փորձել են իրանց անվտանգային հովանոցը կազմակերպել Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի։ Բայց մենք Սիրիայի օրինակն էլ ունենք, է՞։ Ասեմ ինչու։ Սիրիայի օրինակը չմոռանանք։ Ասեմ ինչու, տեսեք։ Արաբական Էմիրատները դարձել են 21-րդ դարի Շվեյցարիա։ Դուք գիտեք, որ Շվեյցարիան արդեն վաղուց Շվեյցարիա չի։ Ինքը արդեն դարձել է շարքային եվրոպական պետություն։ Իրական Շվեյցարիան դարձել էր Էմիրատները։ Հիմա Էմիրատների Շվեյցարիայի այդ իմիջը քանդվել է։ Զուտ այս պատերազմի պատճառով։ Այսինքն այս պատերազմը տիեզերական վնաս է տվել Էմիրատներին։ Եվ Էմիրատները գիտի, որ այլևս Իրանի եւ Միացյալ Նահանգների մեջ կա էկզիստենցիալ ատելություն։ Ինքը հասկանում է, որ այս ատելության պայմանները ինքը զոհ է դառնում։ Իրան պետք է, որ ինքը այդ երկու արանքի մեջ մտնի։ Իհարկե ոչ, հասկանում եք։ Դրա համար ինքը տրամաբանական կլինի, որ վաղը մյուս օրը այդ հովանոցը փոխի կամ ռուսների կամ չինացների հետ, ավելի շուտ իրեւի չինացների հետ, որովհետեւ Չինաստանից իրանք ավելի շատ կախվածություն ունեն, Չինաստանը ավելի հզոր երկիր է, Չինաստանը ավելի մեծ ներդրումներ կարա դնի, եւ Չինաստանը կարա այդ անվտանգային այլ խնդիրը, որ Չինաստանը դեռ զգուշանում է անվտանգային գործոններով ակտիվ աշխատել, կարող է պատահի, որ BRICS-ի, այսպես ասած, համատեղ ինչ-որ process գնա այդ ուղղությամբ։ Տրամաբանականը դա է լինելու, որովհետև իրանք տեսան, որ ամերիկյան հովանոց հասկացողություն չկա, ավելին ամերիկյան ռազմականները թիրախ են դարձել։ Ինքը թիրախ է, ցանկացած երկրի, որ հիմա ամերիկյան ռազմական ունենա Իրանի մոտ, ինքը դառնալ Իրանի մոտ թիրախ։ Իսկ Թրիպի ճակատագիրը այս ամեն ինչը նկատի ունենալով, պարոն Ղազարյան։ Տեսեք, ես սենց ձևակերպեմ Թրիպը նայած ով սենց ասենք մենք օրինակ մենք քաղաքական թիմը մենք պնդում ենք որ հունիսի 7-ից հետո որ այս իշխանությունը մենք վռնդելու ենք Թրիպում մենք երաշխավորված մեր ժողովրդին խոսք ենք տալի որ որևէ ռազմական եւ անվտանգային կոմպոնենտ չի լինելու դնելու է բացառապես տնտեսական կոմունիկացիոն գործոն որևէ այդպես բան չլինի որպեսզի թիրախ չդառնա Իրանի համար մենք թույլ չենք տա որ այդ խնդիրը օգտագործվի որևէ ձևով Իրանի դեմ, որտեղ Իրանը մեր համար բարեկամ երկիր է անկախ ամեն ինչից։ Այլ խնդիրը որ մենք նաև կողմ ենք, որ մենք Միացյալ Նահանգների հետ բարեկամությունը զարգացնել, բայց դա պետքա չհակասի մեր հարաբերություններին Ռուսաստանի հետ եւ Իրանի հետ։ Եվ շատ կարևոր խնդիր է եւ մենք ունենք նման ծրագրեր, ինչպես կարողանանք համատեղել այդ ամեն ինչը եւ ուզում ենք Հայաստանը դարձնենք երաշխավորված խաղաղության բան, այդ տարածք, որտեղ երաշխավորված խաղաղության պայմաններում հնարավոր կլինի տնտեսական լուրջ թռիչքային զարգացում։ Իսկ եթե թուրքերը մնան իշխանության։ Չի կա, ես դες սցենար չեմ քննարկում։ Շատ լավ։ Շատ հետաքրքիր է, ուզում եմ անպայման սա ընթերցել։ Իրանի արտգործնախարար պաշտոնական ներկայացուցիչը Բաղային խստորեն քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնի այն հայտարարությունը, թե Իրանի ժողովուրդը արժանի ազատության, արժանապատվության եւ սեփական ապագայի ինքնուրույն որոշման իրավունքի, չգիտեմ, այս տականքները դատապարտել են այդ 170-անի երեխայի սպանությունը։ Խնդրում եմ ձեր սպայել պատասխանը, խնդրում եմ ձեր սպահեք ձեր կեղծավորությունից, դուք կարիերա եք ստեղծել կանգնած լինելով պատմության սխալ կողմում, հավանություն տալով օկուպացիային, ցեղասպանությանն ու վայրագություններին, իսկ հիմա նաև քողարկելով ամերիկա-իսրայելական ագրեսիան եւ ռազմական հանցագործությունները իրանցիների դեմ շատ կարծեմ դիպուկ ճիշտ ու արժանի բան պատասխան եւ մի դիտարկում եւս որ հիշեք այն տեղերը որտեղ որ մտնում են ադրբեջանցիները եւ թուրքերը առաջին հերթին հերացնում էին Արցախի դրոշը այսօր Էջմիածնի կենտրոնից հերացվել է Արցախի դրոշը սիրելի ճակերտավոր վաղաշապատցիներ կամ էջմիածնցիներ նրանք ովքեր որ ձայն են տվել այդ անձին ինչ է դրանն Արգիշտի Մեխակյանին իմացեք որ դուք արել եք այն ինչ որ անում են թուրքերը այսինքն դուք մի հատ մանդատ եք տվել մեկի ձեռքը որ անի են գործողությունը ինչ որ կանեն բարբարոս թուրքերն ու ադրբեջանցիները այս իգիտություն եւ մենք գնում ենք ընտրությունների եթե ինչ որ բան եք ասելու
Չէ, ընտրությունների մենք բնականաբար գնում ենք Արդեն ձևավորվել է, արդեն ձևավորվել է, եւ ես կարծում եմ, որ տեսեք, մեր ժողովուրդը հիմա ուզում է տեսնի հետեւյալը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը արդեն հասկացել է սրանք ով են, բայց նրանք մարդիկ ասում են լավ, ինչ այլընտրանք կա Հայաստանի զարգացման իմաստով, անվտանգային իմաստով, տնտեսական զարգացման իմաստով, սոցիալ-տնտեսական, թե ինչ ծրագրեր կարանք բերենք, ինչի հաշվին կարանք բերենք, որ աղբյուրից կարանք այդ բանը կենսամագարտակը բարձրացնենք, ինչ բանը մշակութային եւ բարոյհոգեբանական մթնոլորտ կարելի է փոխել։ Այդ ամեն ինչը մեր ժողովուրդը ուզում է տեսնի։ Եվ ես կարծում եմ, որ արդարացիա մեր ժողովրդի ցանկությունը նման բան տեսնելը եւ առաջարկ Հայաստանի շրջանակներում մենք համագործակցելով այս ծրագրի շրջանակներում մենք մեծ կոնսոլիդացիա ենք ապահովելու ու դուք մոտ ժամանակներս կտեսնեք թե մենք ինչ ծրագրեր ունենք ու ասենց ասեմ դա բոմբա լինելու, որովհետեւ լավ իմաստով բոմբա լինելու, մարդիկ տեսնելու են մոդելավորված ինչ Հայաստան կարա լինի այս խուժաններից ազատվելուց հետո։ Շատ կարևոր է որ մարդիկ դա տեսնեն, որտեղ եթե մարդը մենակ տեսնում է քննադատություն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, դա շատ քիչ է, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որ մարդի հասկանա թե լավ Հայաստանը ինչ զարգացումով պետք է գնա։ Շատ կարևոր է մարդը տեսնի իր համար այդ տեսիլքը հասկանա թե կոնկրետ օրինակ եմ ասում, առողջապահական համակարգում ինչ զարգացում պետք է լինի, տնտեսական զարգացումը, փոքր բիզնեսը, միջին բիզնեսը, խոշոր բիզնեսը ոնց կարա զարգանա, Հայաստանի էկոնոմիկան ոնց պետք է զարգանա, որ էկոնոմիկան մեծանա, որպեսզի մարդկանց թոշակները ոչ թե 45 կամ 55 հազար լինի, այլ 100 հազար լինի, որպեսզի մարդկանց աշխատավարձները ոչ թե քրչոտ 150-200 հազար լինի, այլ 700-800 հազար լինի, որպեսզի մարդը նորմալ արժանապատիվ ապրի։ Ինչի պետք է մեր մոտ $9,000 լինի մեկ շնչի վրա, իսկ Ֆրանսիայում լինի, ասենք, չգիտեմ, 50,000։ Հասկանում եք, ի՞նչն է խնդիրը։ Մանավանդ որ մենք արդեն մեր բաներով եւ ինքնարժեքով, մեր ապրանքներով, բաներով մենք մեծ շանս ունենք զարգանալու։ Տեսեք, Էմիրատները կամ Սինգապուրը կամ չինական քաղաքները իրանց հնան մեծացել են ոչ թե 1 կամ 2 անգամ, Անժելա, 30, 40, 50 անգամ։ Այդ սաղ մոդելները թե ինչպես հնարավոր է։ Վաղուց արդեն էմիրություններն էին դարձել Շվեյցարիա։ Բա ես ինչ եմ ուզում ասեմ, բոլոր շանսերը կա հարգելի ժողովուրդ։ Էկոնոմիկան, բայց փոքր երկիր է այս երկիրը։ Ես պարզ մի հատ էլեմենտար բան ասեմ, որ դուք պատկերացնեք։ Մենք փոքր երկիրները մեծ երկրների կողքը Սպուտնիկի դեր կատարելով կարան անենց պայմաններ ստեղծեն եւ անենց հսկայական ներդրումներ բերել, որ դու ուղղակի կզարմանաք թե ոնց կարելի է ինչ հիմա դա չանել։ Ես օրինակ եմ բերում, որ դուք պատկերացնեք, կոնկրետ հարևան Վրաստանը, ուրեմն Կուլևիում սարքում է գյուղի պես տեղա, սարքում է նավթա մշակման հսկայական գործարան ամերիկյան ներդրումների միջոցով։ Բանում Անակլայում սարքում է նոր նավահանգիստ չինական ներդրումների միջոցով։ Իսկ բանը Գոնյո քաղաքը, որ Կոբլի բանի Բաթումի կողքն է, գյուղա Գոնյոն, ինքը արդեն փոքրիկ քաղաք է դարձնում եւ Թբիլիսիում մի հատ հսկայական թաղամասա ներդրումներ անում Էմիրատների, արաբական ներդրումների միջոցով։ Այսինքն փոքր երկիրը կարողանում է դա հսկայական քայլերով առաջ գնալ եւ դրա արդյունքում ուշադրություն դարձնեք ինքը ունի $12 միլիարդ բյուջե։ Դրա արդյունքում ես մի քանի բան ասեմ, որ մեր ժողովուրդը իմանա, հա, ինքը ունի $10,000 առողջապահական ֆոնդ, որտեղ ինքը կարա տարեկան մինչև $10,000 օգնություն ստանա իր առողջական ֆոնդը ապահովելու համար։ Իր բոլոր պետական հաստատությունները դպրոց, մանկապարտեզ, բուկ, բոլորը անվճար են դարձել այս տարվանից։ Հասկանում ես, ինչի, որտեղ դա նորմալ երկիր է, նորմալ իշխանությունն է, այդ նորմալ իշխանությունը կարողանում է տնտեսական այնպիսի զարգացում ապահովի, մեզանից իրանք մոտավորապես 2 անգամ ավելի մեծ տնտեսական աճ են ունեցել, քան մենք անցյալ տարի։ IMF-ի տվյալներով մենք ունեցել ենք 2 անգամ չէ 50%-ով։ Մենք ունեցել ենք 4-8%, չնայած նրանք ասում են չգիտեմ ինչի 7%։ Իրանք ունեցել են 7-2%։ Փաստ, ուղիղ 50% ավելի բարձր։ IMF-ի տվյալները բացեք, մոլդոմետրը կտեսնեք։ Ես մի քանի անգամ դες ցույց եմ տվել։ Ինչ եմ ուզում ասեմ, որ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում ի վերջո մարդկանց կենսամագարտակը կարելի է բարձրացնել տնտեսական զարգացման ճանապարհով։ Շատ լավ։ Կարող է վերջում իսկապես բախվենք նրան, որ Նիկոլը մնա մենակ է իր մի ավտոբուս թափառաշրջիկների հետ։ Այդպես լինելու է։ Այդպես լինելու է։ Նիկոլը գնաց մենակ կամ Նիկոլը գնաց իր մի ավտոբուս թափառաշրջիկ ժողովրդի հետ։ Շնորհակալություն։